Այ ինչպես դուք նշեցիք, ՀԱՊԿ դուք համարում եք հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հիմնաքարը։ Մենք գիտենք, որ դեռևս 1992 թվականի ապրիլի 3-ին Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, որի գագաթնակետը կարելի է համարած 1997 թվականի օգոստոսի 29-ին բարեկամության փոխօգնության պայմանագիրը, որը իր մեջ ներառում է ավելի քան 200 պայմանագրեր եւ համաձայնագրեր։ Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ին, 1992 թվականի մայիսի 15-ին ստեղծված այդ կառույցը, որը ներառել է 6 պետություն՝ Հայաստան, Ռուսաստան, Ղրղըզստան, Ղազախստան, Ուզբեկստան եւ Տաջիկստան, ինչ վերաբերվում է Ադրբեջանին, այ 1993 թվականին Ադրբեջանը, Վրաստանը եւ Բելարուսը մտան ՀԱՊԿ-ի կազմի մեջ, սակայն անմիջապես Ադրբեջանը, Վրաստանը եւ Ուզբեկստանը լքեցին ՀԱՊԿ-ը։ Այ վերջին ժամանակահատվածներում քննարկումներ էր գնում այն հարցի շուրջ, որ Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը դուրս գա, ինքը մտնի ՀԱՊԿ, բայց չէ որ ինքը ի սկզբանե դուրս է եկել այս կառույցից։ Հետևաբար մենք չպիտի անհանգստանանք, որ Ադրբեջանի մտնել կամ դուրս գալը կարող է որևէ անդրադարձ ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, այլ պետք է ճիշտ սկզբունքներով հարաբերություններ կառուցել հարևան երկրների, մասնավորապես Ռուսաստանի մեր այս հզոր բարեկամական դաշնակցի հետ, որի հետ բարեկամական հարաբերությունները ունեն պատմական խորը ակունքներ, սկսած դեռևս 9-րդ, 10-րդ դարերից, եկած արդեն քաղաքական դիվանագիտական հարաբերություններ 17-րդ դարի վերջ, 18-րդ դարի սկիզբ, անգամ որ գնանք ռազմական առումով 1725 թվականին Իվան Կարապետի այցը Ռուսաստան, օգնության խնդրանքները հայ-ռուսական հարաբերությունների հիմնաքարը սրանով դրվեցին, սակայն ներկայումս հայ-ռուսական հարաբերությունները կարծես ինչ որ անհասկանալի ճգնաժամային իրավիճակում են գտնվում Հայաստանի Հանրապետության, չես հասկանում, թե ինչպես բնորոշես այս ոչ հեռանկարային քաղաքականություն վարելու հետ։